Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևում եք կինոհոտել հաղորդաշարը եւ այսօր մենք դնում ենք Տավուշի մարզում, Ենոկավան գյուղում եւ կհյուրընկալվենք Լաստիվեր Resort հյուրանոցում։ Ենոկավան գյուղը գտնվում է Տավուշի մարզում, մարզկենտրոնից 14 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Սառնաճուր գետի ափին։ Բնակավայրն իր ներկայիս անվանումը ստացել է 1935 թվականին ԽՍՀՄ իշխանությունների կողմից որպես Կարմիր բանակի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացիայի կողմնակից եւ երկրում խորհրդային կարգերի հաստատման աջակից Ենոկ Մկրտումյանի հիշատակին։ Ենոկավան գյուղում է գտնվում Հայաստանի առաջին էքստրեմալ զվարճանքի վայրը՝ Yale Extreme Park-ը։ Նախնիները 19-րդ դարի կեսերին այստեղ են եկել Սևքար գյուղից։ Վերջին տարիներին Ենոկավանի բնակչությունն աճել է։ Բանն այն է, որ գյուղը դարձել է էքստրեմալ եւ արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայրը։ Այժմ գնանք Ենոկավան գյուղում գտնվող Լաստիվեր Resort հյուրանոց եւ ծանոթանանք հյուրանոցի եւ հյուրանոցի ծառայությունների հետ։ Գնացինք։ Բարև ձեզ։ Ուրախ ենք հյուրընկալվել Լաստիվեր Resort հյուրանոցում։ Պատմեք ինչի հենց Լաստիվեր տեղանքի հետ է կապված, անունը ինչի հետ է կապված։ Անունը կապված է Լաստիվերը հետևյալ մեկնաբանությունը ունի։ Մենք մոտակայքում ունենք Լաստիվեր հատված, որտեղ կան քարանձավներ եւ այնտեղ մարդիկ են բնակվելուց եղել։ Այսինքն քարանձավ բարձրանալու համար լաստեր են եղել կառուցված, որի վրա նստել են, մարդիկ էլ պարանները բարձրացրել են, պարանները քաշելով բարձրացրել, այսինքն լաստն ի վեր, լաստով իրենք բարձրացել են վերև։ Այդտեղից արդեն առաջացել է Լաստիվեր անունը։ Հյուրանոցը բացվել է 2018 թվականի օգոստոս ամսին։ Հյուրանոցում ընդհանուր ունենք 16 համարներ, համարների թիվը սահմանափակ է։ Ստանդարտ, լյուքս, կիսալյուքս եւ ընտանեկան կարգի համարներ ունենք։ Ընդհանուր հյուրանոցում կարող ենք 36 հոգի տեղավորվում է, իսկ արդեն էքստրա բեդերով մինչև 50 հոգի կարող ենք տեղավորել։ Այս առաջի հարգին է ստանդարտ։ Դրանք ստանդարտ սենյակներն են, այո։ Խնդրեմ, սա մեր ստանդարտ սենյակն է։ Մեկ երկտեղանի մահճակալ էստեղ ունենք, սենյակը ունի դեպի ձոր նայող տեսարան եւ պատշգամբ։ Նախատեսված է 2 անձի համար։ Սենյակում ունենք մինի բար, որը ծառայում է նաեւ որպես սառնարան։ Եվ խնդրեմ արդեն այս հատվածում պատշգամբն է։ Այսպիսի ընդարձակ պատշգամբ ունի համարը։ Համեցեք։ Սա ստանդարտ սենյակն է, այո։ Խնդրեմ, սա արդեն լոգարանի հատվածն է, համեցեք, կարող եք նայել։ Համեցեք։
Համեցեք երկրորդ հարկում արդեն գտնվում են մեր լյուքս համարները։ Սա արդեն լյուքս համարն է։ Համարը ավելի ընդարձակ է, ունի էլի կրկին անհատական պատշգամբ, կրկին նախատեսված է 2 անձի համար։ Սենյակում առկա է բազմոց, որը բացվում է մինչև 4 անձ սենյակում կարող ենք տեղավորել այստեղ։ Խնդրեմ, համեցեք, սա արդեն լոգարանն է։ Ինքը ավելի ընդարձակ է եւ դիզայնի առումով տարբերություն կա բավականին։ Սենյակը ինքը 2 անձի համար է, նաև հավելյալ մարդիկ։ Հավելյալ անձիկ կարող են մնալ, արդեն հավելյալ արժեքով։ Հեռուստացույցը այստեղ ավելի մեծ է եւ այսպիսին է։ Եվ կրկին այստեղ ունենք պատշգամբ եւ տեսարան։ Այստեղ առաջի հարկում ունենք կիսալյուքս կարգի սենյակներ, համեցեք։ Կիսալյուքս սենյակներն են, կրկին նախատեսված են 2 անձի համար, համարում կրկին կա բազմոց, մինչև 4 հոգի կարող ենք տեղավորել սենյակում արդեն հավելյալ արժեքով։ Սենյակը ունի պատշգամբ, ձորնայող տեսարանով։ Սառնարանը ինքը բոլոր սենյակներում։ Սառնարան բոլոր սենյակներում էլ ունենք, այո։ Ինչպես արդեն նշեցինք, կիսալյուքս պանորամային լուսամուտներով սենյակն է, դեպի ձոր նայող տեսարանով։ Համարի տարբերությունը մյուս սենյակներից այն է, որ պատշգամբ չունի։ Այս հատվածում ունենք տեսարան։ Ինքը տեսարանը ավելի բարձրից է ձորը նայում եւ շատերի համար շատ ավելի գրավիչ է, քան պատշգամբը։ Սա մեր ընտանեկան համարն է։ Ընտանեկան համարը ունի 2 առանձին ննջարան եւ 1 նախասրահ։ Համարը մոտ 70 քառակուսի է։ Խնդրեմ, այստեղ նախասրահի հատվածն է եւ արդեն ունենք 2 առանձին ննջարան։ Ննջարաններից մեկում կա մի տեղանի մահճակալներ 2։ Մյուս ննջարանը արդեն ունի 1 երկտեղանի մահճակալ։ Այստեղ համարը նախատեսված է 4 անձի համար։ Այստեղ արդեն սանհանգույցն է։ Հյուրանոցի տարածքում ունենք նաև ամենագնացներ, որոնք տրվում են վարձույթով։ Խնդրեմ, այս ամենագնացներն են, իրականում իրենցով կազմակերպում ենք տուրեր եւ տուրեր դեպի լաստիվեր անապատ, որը գտնվում է, ինչպես արդեն նշեցի, ձորում եւ գյուղի շրջակայքում եւ արդեն կախված թե ինչքան ժամանակով են հաճախորդները վարձակալում, բարձրանում են նաև վերևի սարերը։ Այս տուրերը կազմակերպում։ Այո։ Այս հատվածում ունենք մենք սեղանի թենիս, ինքը նաև բացօթյա ռեստորանային հատված է։ Այստեղ եւս միջոցառումներ կազմակերպում ենք, մինչև 30 հոգանոց միջոցառումներ բացօթյա այստեղ կազմակերպվում են։ Կարող ենք պարզապես առանց գիշերակացի այստեղ նաև Իհարկե, այո, միանշանակ։
Доброе утро. Сегодня утро у нас очень интересное. Почти Silent Hill, все в тумане. Прекрасное утро, начнем с завтрака. Пойдем. Утро здесь прекрасно выглядит. Шведский стол, настоящий армянский завтрак. Должна быть армянская яичница с помидорами, я так ищу ее. Яйца домашние, фрукты обязательно, потому что сейчас лето. Ага, и разные молочные продукты, очень хорошо. Я, пожалуй, начну с яичницы. Да. Я ее съем очень много, потому что в Армении это очень вкусно. Так. Что бы еще такого взять вкусненького? Помидорчики. Ой, и салат из зелени. Так как Армения богата зеленью, будем еще и зелень кушать. И как можно больше. Ну, для меня все. Так, вилочки. Много места, где посидеть есть. Я это сделаю на улице. Мы идем снимать самую мою любимую часть этого отеля и место, чем этот отель прославился в Армении, потому что здесь есть открытый бассейн на улице, очень потрясающий спа и прекрасные джакузи. Давайте посмотрим все это. Хочу отметить, что здесь вход запаролен. Нужно нажать специальные циферки для того, чтобы туда войти. Ага, пойдем. Мальчики налево, девочки направо. Пойдем. Так, туда нельзя, там девочки. Посмотрим самое-самое сокровенное место этого отеля. Обожаю спа и фитнес. Ну, заглянем сначала, наверное, в сауну. Может быть, кто-то есть? Тук-тук. Очень классная сауна, пахнет древесиной, очень правильно. Обожаю такие места. Ну-ка. Это вообще моя самая любимая тема, потому что это хаммам. Здесь очень влажно и очень много пара. Дальше самое интересное начинается. Здесь есть очень симпатичный джакузи с потрясающими видами на глубокое ущелье. Очень чистая и теплая водичка.
А дальше бассейн. Бассейн здесь очень красивый. Это, наверное, изюминка этого отеля. Вот отсюда он хорошо виден. Бассейн всегда с подогревом. Он очень теплый. И несмотря на погодные условия, это может быть и минус большой на улице, и плюс большой. Бассейн всегда или теплый, или холодный. Сейчас он теплый и испаряет пар, потому что на улице сегодня прохладно. Купаться одно удовольствие. Очень тепло и приятно. Мы идем в сокровищницу кулинарии этого места. Здесь пекут хлеб, и я хочу поучаствовать в этом чудесном мероприятии. Одену шапочку и пойдем. Так хорошо? Здравствуйте, а что вы тут делаете? Сказала, готовят собственный хлеб. Я могу попробовать вместе с вами? Что, с чего вы начинаете? Что вы делаете первым делом? То есть сначала готовится тесто, я правильно поняла? Оно ждет, созревает. Простейшая белая мука. Хорошо. Белая мука нужна для того, чтобы тесто хорошо поднималось, имело красивый цвет и чудесный аромат. Так. Ну что ж, попробуем сами. Вы мне отрежьте какой-то кусочек, а я его как-нибудь сформирую кружочек. Так. Надо намочить, наверное, намазать руки мукой. И еще, да? Как-то вы так красиво делали. Ага. Вот такой шарик надо сделать. Со всех сторон. Как-то вы так его прям... Надо его сильно так трогать? Или нежненько надо? Нежненько. Нежненько. У меня хлеб получается такой чуть-чуть непослушный, но что-то, может быть, и получится в итоге. Вот такой симпатичный шарик, правильно? Теперь я его должна перенести туда, да? Так, давайте. Ой, здесь уже много красивых. Перевернуть? Да. Хорошо. Вот так, да? Ой, какой-то он корявенький, ну ничего. Может быть, даже красивый получится с такими ушками, когда выпечем. Ну вот. Ну и пару пальчиков. Я в детстве всегда бабушке тесто портила, я туда всегда пальчики совала. А теперь что делаете? Вы должны сделать много кружочков, да? Потом в печку. Хорошо. Это мацони. Ух ты, хлеб надо намазать мацони. Первый раз такое вижу. Это дырочка. Ага. Красиво как получается. Такой как матнакаш, да, получится? Ага. Я беру вот это, вот так рукой, да? Хватит? Так, намазала нежно, да? Этого хватит? Еще чуть-чуть, еще, да. Угу. Так. Теперь нужно пальчиками, да? Пальчик на армянском мат. Оттуда и название матнакаш, правильно? И вы делали дырочку? Вот так? Теперь взять. Правильно? Да. Вот посыпать мукой. Видите, я... Ой, какой он мягкий и пушистый, так приятно, боже мой, как пушочек прям. Положу, наверное. Так, теперь нужно это, наверное, расправить так красиво. Какие-то мои маты, пальцы получились по-интересному. Ну, я еще так чуть-чуть, да? Оп. Так.
Опа! Кажется, осторожно, аккуратненько он сполз. О, хлеб печь – это особенное удовольствие. Очень приятно было. Спасибо вам большое. Ну, я теперь умею хлеб печь армянский, не только армянский, а еще и здешний региональный енукаванский. Вы видели, какие-то маленькие тонкости все-таки есть. А еще здесь делают очень вкусную ароматную армянскую долму. И это я тоже попробую сделать. Так, может быть, подскажете? Давайте. Так. Самое важное, чтобы листик лицевой стороной оставался снаружи, а фарш мы положим в внутреннюю часть. Давайте. Так. Отсюда закрываем. Вот отсюда. Сначала сбоку начинать надо, да? Сбоку. Так. Теперь это. Да. И аккуратненько сворачиваем. Что скажете? Хорошо, очень. Ну вот. Что скажете? Красота. Спасибо за мастер-класс. Теперь мы умеем делать толму, настоящую армянскую толму. When I stepped in sweet confection, I need your my sugar. Այսօրվա համար այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, իսկ դուք համեցեք Հայաստան։ Համեցեք Տավուշի մարզ, գյուղ, Ենոկավան եւ իհարկե Լաստիվեր Ռեզորտ հյուրանոց։ Մինչ նոր հանդիպում։